Բարև ձեզ։ Այժմ տեսակապով կմիանանք Փարիզ եւ ես կզրուցեմ ֆրանսիական խոշոր էներգետիկ ընկերության բիզնես ծրագրերի պատասխանատու վերլուծաբան Ալբերտ Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Պարոն Գրիգորյան, եւ սփյուռքահայ եւ հայաստանյան մեդիա հարթակներում տեսնում եմ, որ հոդվածներ եք գրում եւ վերլուծում եք Սփյուռքի եւ Հայաստանի միջև կապը եւ հարաբերությունները։ Եվ մասնավորապես անդրադարձել եք Հայաստանի եւ Սփյուռքի ընկալումների տարբերությանը։ Հետաքրքիր է ինչ տարբերություններ եք նկատել այս ընկալումների միջև եւ նաեւ նշել եք, որ խորը խզում կա դրանց միջև։ Կմանրամասնեք։ Որպեսզի նախ պարզ դառնա, թե ինչու եմ ես ինքս ինձ թույլ տվել նման վերլուծություններ կատարելու, երկու խոսքով պատմեմ իմ պատմությունը, ընդամենը երկու խոսքով։ Ուրեմն վերլուծելու Սփյուռքի մասին խոսելու լեգիտիմությունը կիսով չափ ես ձեռք եմ բերել ծնողներիցս, որոնք եղել են պարսկահայեր, 46 թվականին Հայաստան ներգաղթած պարսկահայեր։ Բնականաբար ես ինքս ներսից տեսել եմ, ընկալել եմ, թե ինչպես են սփյուռքահայերը ընկալվել, հյուրընկալվել, ապրել, արարել Հայաստանում, եւ դա ինձ հետաքրքիր փորձառություն է տվել։ Մեկ եւ մյուս կեսը, որը որ այդ լեգիտիմության հաջորդ մասն է, կարելի ասել ինքս եմ վաստակել 97 թվականից Ֆրանսիա մեկնելով ուսման համար եւ այնտեղ ին ամբողջ կարիերան Ֆրանսիայի, մեկ էլ Ֆրանսիայի համար Ռուսաստանում կատարելու ժամանակ։ Իմ փորձառության ժամանակ, իմ աշխատանքի ժամանակ ես շփվել եմ եւ ֆրանսահայության հետ, եւ ֆրանսիացիների հետ, եւ Ռուսաստանում Ռուսաստանաբնակ հայերի հետ, այսինքն եւ Միացյալ Նահանգներ եմ երկար ժամանակ գնա։ Մի խոսքով, այս մեծ փորձառությունը տալիս է հնարավորություն եւ տալիս է լեգիտիմություն, որպեսզի ինձ թույլ տամ խոսեմ մեր Սփյուռքի առանձնահատկությունների մասին։ Եվ այդպես է սկսվել իմ վերլուծական աշխատանքը եւ փորձել եմ իհարկե երկար փնտրտուքներից եւ վերլուծություններից հետո հասկանալ, թե ինչն է տարբերությունը, որտեղ նմանություններ կան, ինչ խնդիրներ ունենք եւ այլն։ Այդպես է եղել ամեն ինչը։ Եվ մասնավորապես ինչ խնդիրներ եք նկատել Հայաստանի եւ Սփյուռքի ընկալումների միջև։ Ուրեմն այն ինչ որ ինձ համար միաժամանակ եւ զարմանալի էր եւ հետաքրքիր էր բացահայտելը, դա Հայաստանի հետ առնչվող իրադարձություններին սփյուռքահայության վերաբերմունքն է։ Սփյուռքը ինքը, որպեսզի պարզ լինի ինչի մասին ենք խոսում, Սփյուռքը ինքը բազմաշերտ, բազմագույն, բազմահոտ, այսպես այսպես հաստատություն է, այսպես ասենք, հա։ Սփյուռքը ինքը միատարր չէ, Սփյուռքը ներկայացված է տարբեր երկրներից եկած, տարբեր պատմություն ունեցող եւ անձնական եւ մասնագիտական տարբեր հետագիծ ունեցող մարդկանցով։ Երբ որ իմ անձնական փորձից եմ ասում ուղղակի, երբ որ խոսքը գնում է Հայաստանին, Հայաստանից եկած հայությունը մի կերպ է ընկալում եւ արձագանքում, Սփյուռքում ապրող սերնդից սերունդ առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդ արդեն ապրող, ասենք կոնկրետ ֆրանսահայությունը մեկ այլ կերպ է ընկալում։ Այս ընկալման տարբերությունը բացատրություն ունի։ Կարելի ասել շատ պարզ բացատրություն ունի, որովհետև երբ որ խոսքը գնում է Հայաստանից եկած մարդկանց մասին, ոնց որ ես եմ, մենք տեսել ենք անկախ Հայաստանը, անկախ Հայաստանից առաջ տեսել ենք նաև սովետական Հայաստանը։ Մեզ համար Հայաստանում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն մեր կյանքի մասն է կազմում։ Լինի դա երկրաշարժը, երկրաշարժից հետո սկսված շարժումը, վերջապես անկախության ձեռքբերումը, Ղարաբաղյան պատերազմը, այդ ամեն ինչի միջով հատկապես իմ սերնդակիցները դրանց միջով անցել են, այսինքն մեր վրա դա թողել է մի շատ անջնջելի հետք մեր հոգում, մեր ուղեղներում, մեր ամբողջ էության մեջ, դա թողել է անջնջելի հետք։ Մենք ամեն մի իրադարձությունը ընկալում ենք այդ պրիզմայով։ Իսկ սփյուռքահայությունը, ովքեր ենթադրենք եկել են միջին արևելքից կամ եկել են
չգիտեմ, աֆրիկյան երկրներից կամ որևէ այլ տեղից եկել են եւ Ֆրանսիայում տեղավորվել են սերնդից սերունդ, առաջի սերունդը կլինի երկրորդ, երրորդ, չորրորդ, նրանց մոտ արդեն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը ավելի տեսական է, ավելի զգացական է, ավելի այսպես իդեալականացված տարբերակ է։ Ես չեմ ուզում, որ ինձ որևէ մեկը սխալ հասկանա, լավ ու վատի խնդիրը չի, այստեղ ճիշտ ու սխալի խնդիրն էլ չի։ Խնդիրը նրանում է, որ նույն երևույթի նկատմամբ նույն կերպ չենք արձագանքում, եւ դա նորմալ է, եւ դա հասկանալ է պետք ուղղակի։ Եվ ըստ դրանից ելնելով արդեն կարելի է հետևություններ անել եւ կարելի է ծրագրեր մշակել, նպատակներ դնել եւ այլն եւ այլն։ Սա եմ ես եզրակացությանն եմ եկել։ Հենց սրանից ելնելով էլ փաստորեն առանձնացրել եք Սփյուռքի ապապետական եւ պետական մոդելները, այո։ Ինչ ասել եք։ Կմանրամասնեք այս մոդելների մասին։ Ասեմ, ուրեմն տեսեք, երբ որ Հայաստանի մասին խոսում ենք, մեր համար դա շոշափելի առարկայական երևույթ է։ Հայաստան պետությունը քարտեզի վրա գոյություն ունեցող կոնկրետ պատմություն ունեցող, առնվազն մեր սերնդի, ինձնից բարձր, ինձնից հետո եկող, նրանք գիտեն, թե մեր սահմանները որտեղ են, նրանք պատկերացնում են շատ լավ, թե Հայաստանի, չգիտեմ, Երևանի կամ իրենց ծննդավայրի փողոցների ծառերը որտեղ են, այսինքն դա առարկայական մոտեցում է։ Պետությունը մենք զգում ենք այլ կերպ, պետությունը զգում ենք, տեսնում ենք այլ կերպ, որովհետև պետության մեջ ապրել ենք։ Մենք մեր ծննդավայրը Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե ժամանակին սովետական միության մաս էր կազմում Հայաստանը, հասկանալի է, տեսնում ենք մի ամբողջական սովետական միության մեջ, բայց անկախացումից հետո ես առնվազն բախտ եմ ունեցել մինչև 97 թվականը Հայաստանում տեսնելու եւ այդ ամեն ինչի միջով անցնելու եւ ինձ համար դա շատ առարկայական է, նյութական է։ Ես կոնկրետ եմ խոսում Հայաստանի մասին։ Այսինքն պետական ստրուկտուրան ինձ համար հեղու չէ, բացատրելի է, հասկանալի է, բայց սփյուռքահայ միստվար զանգվածի համար իրենք Հայաստան ասելով հասկանում են Արևմտյան Հայաստանը։ Դա նույնիսկ ինչպես ասեմ, երբևէ ինչի եմ օգտագործել այդ բառը ապապետական, որովհետև Հայաստանի Հանրապետություն Արևմտյան Հայաստանում որպես այդպիսին իրավաբանորեն գոյություն չի ունեցել։ Այսինքն իրենք հողում են անում Օսմանյան կայսրությանը, ենթադրելով, որ Օսմանյան կայսրության այդ հատվածում եղել է Արևմտյան Հայաստանը։ Հայաստան ասելով ավելի շուտ շատ շատերը մինչև օրս անգամ եւ թող ոչ մեկ չնեղանա ու չզարմանա, Հայաստան ասելով իրենք պատկերացնում են Արևմտյան Հայաստանը, որը որ ինձ համար կոնկրետ ընկալելի է, բայց հասկանալի չէ։ Ես Հայաստան ասելով Հայաստանի Հանրապետությունն եմ հասկանում։ Այսինքն իրատեսական, գոյություն ունեցող, սահմանները ճանաչված, լեռներն ու ձորերն էլ իմանալով։ Այս տարբերությունն է, որ ես եկել եմ այս եզրահանգման ամեն դեպքում։ Այսինքն կարծում եք, որ այս դեպքում նաև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ընկալելի չէ Սփյուռքի այս հատվածի համար։ Շատ լավ հարց եք տալի։ Գիտեք, մենք արտաքին քաղաքականությունը ինքը ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է ելնելով նրա աշխարհագրությունից եւ ելնելով նրա պատմությունից։ Հիմա երբ որ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին մենք խոսում ենք, մենք ենթադրում ենք, որ ամեն ինչը շահկապված պետք է առնչվի ուղիղ Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ապրող բնակչությունը տեղում հարևանները աջ ու ձախ, հյուսիս, հարավ մենք գիտենք ովքեր են, աշխարհագրական դիրքը պատկերացնում ենք եւ բնականաբար որոշումներն էլ ինչ որոշում էլ որ կայացվում է ժամանակի ընթացքում, ինչ որ կայացվել է իհարկե, ենթադրել են, որ դա պետք է գա ու պաշտպանի նախ եւ առաջ Հայաստանի պետության շահերը։ Հիմա թե ինչպես ենք դա մեկնաբանել, ինչպես ենք կարողացել ճիշտ ու սխալ անել եւ այլ, դա մի հարց է, բայց արտաքին քաղաքականությունը նախ եւ առաջ վերաբերում է մեր Հայաստանի պետական սահմաններին, պետական տարածքին, պետական շահերին։ Հիմա սփյուռքահայությունը ուրիշ խնդիրներ ունի դրած իր առջև։
Եվ այդ միշտ չի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը համապատասխանում է սփյուռքահայության շահերին։ Եվ դրանից չպետք է վիրավորվել կամ զարմանալ, որովհետև Հայաստանի գործընկերը ոչ թե սփյուռքահայությունն է կոնկրետ արտաքին հարաբերությունների մեջ նկատի ունեմ, շեշտում եմ, արտաքին հարաբերությունների մեջ, նրա գործընկերը Ֆրանսիայի կառավարությունն է, Ֆրանսիայի պետությունն է, կամ եվրոպական ցանկացած այլ պետություն է, այսինքն պետություն են հարաբերությունները, եւ ոչ թե Հայաստանի պետություն եւ Սփյուռքում համայնքի ղեկավարություն կոնկրետ։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ուզում ասեմ։ Սփյուռքը մի տեսակ խնդիրներ ունի իր առջև դրած, Հայաստանը ուրիշ խնդիրներ ունի իր առջև դրած, Սփյուռքի խնդիրները ազգապահպան են, ավելի շատ լեզվամտածողության պահպանումն է, լեզուն շարունակել խոսել, հայ մնալ, հայ մշակույթը պահել։ Հայաստանում ավելի ռազմավարական խնդիրներ են լուծվում, ճանապարհներ, ուղիղ կապ դեպի Պարսկաստան, դեպի հյուսիս, սահմանների պաշտպանություն եւ այլն, դրանք տարբեր թեմաներ են։ Մեկը մյուսին լրացնում են, բայց մեկը մյուսին չի կարելի հակադրել։ Քանի որ ինքներդ էլ նշեցիք, որ Սփյուռքը բազմաշերտ է եւ միատարր չէ, հիմա մենք խոսում ենք Ֆրանսիայի հայ համայնքի ֆրանսիական Սփյուռքի մասին, թե տարբեր երկրներում հայկական Սփյուռքի մասին։ Ես կոնկրետ իմ վերլուծությունը կատարել եմ, ինձ թույլ եմ տվել ամեն դեպքում խոսել Ֆրանսիայում ապրող մեր հայության մասին եւ փորձել եմ հասկանալ, իհարկե անհնար է մի քանի էջի մեջ, ասենք հոդվածների 4-5 էջում կամ նույնիսկ մի 20 րոպե կամ 10 րոպե զրույցի ընթացքում ամբողջ այս համապարփակ ներկայացնել պատկերը, դրա համար ուսումնասիրություններ են պետք եւ արվել են եւ պետք է արվեն դեռ, բայց գոնե կարելի է ընդհանուր գծերով հասկանալ, որ Սփյուռքը մոնոլիտ չէ, Սփյուռքը միաձայն լինել չի կարող, Սփյուռքը չի կարող ունենալ մեկ ձայն, մեկ խոսնակ, Սփյուռքը բազմազան է եւ ասել, որ Սփյուռքում կան ստրուկտուրաներ, որոնք խոսում են ամբողջ Սփյուռքի անունից, դա սխալ մոտեցում է, որովհետեւ Սփյուռքում հայաստանասեր շատ մարդիկ կա, որ Հայաստանի համար ամեն ինչ անում են, եւ կա հայրենասեր մարդիկ, դրանք մի քիչ տարբեր հասկացություններ են, հասկանում եք, շատերը շփոթում են այդ թեմաները, բայց մենք պետք է փորձենք պարզություն մտցնենք այս թեմաների մեջ, որպեսզի հեշտ լինի հետագայում աշխատել։ Իմ նպատակը ի սկզբանե եղել է մի քիչ բիզնես մոտեցում ցույց տալ։ Այսինքն կա խնդիր, խնդրին պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի հասկանալ, թե ինչումն է խնդիրը, այսպես լուսանկարել, հասկանալ, փորձել մի հատ պարզել, թե որտեղ են խնդրի ակունքները եւ փորձել լուծումներ գտնել կամ լուծումներ առաջարկել, որպեսզի որքան հնարավոր է ավելի հեշտացնենք, ավելի դյուրին դարձնենք շփումը Հայաստանի եւ Սփյուռքահայության միջեւ։ Նպատակը դա է եղել։ Դուք ինքներդ ինչպիսի գործնական քայլեր եք առաջարկում եւ պատկերացնում այս խնդիրները մեղմելու համար եւ ինչպես կարելի է Սփյուռքի այս հատվածներին ավելի մոտեցնել Հայաստանին եւ նրանց ընկալումները նաեւ ավելի իրատեսական դարձնել։ Մարդու մեջ փոփոխությունները սկսվում են այն պահից, երբ ինքը կարողանում է ինքն իրեն ուրիշի աչքերով տեսնել։ Իր վարքը, իր խոսքը, իր մտքերը, երբ որ բարձրաձայնվում են եւ դիմացինը կարողանում է հակազդել կամ դիմացինը կարողանում է որևէ կարծիք արտահայտել, այդ պահից սկսած տեղի է ունենում ինչ որ այսպես մի էլեկտրոշոկ։ Փորձում ենք ինքներս մեզ հասկանալ ինչու դիմացինը այդպես պատասխանեց կամ այդպես վերաբերվեց, ինչու չհասկացավ։ Հիմա պատկերացրեք Հայաստանից դուրս եկած մեր հայությունը կամ ուրիշ երկրներից եկած Ֆրանսիայում միացած մեր հայությունը, իրենք այդ երկրներից եկել են եւ բախվել են ֆրանսիական իրականությանը։ Ֆրանսիացիներն իրենց տեսել են այլ աչքերով։ Այդ բախումը, այսինքն լավ իմաստով, հա, այդ շփումը բերել է դրական եւ բացասական փոփոխությունների։
Նրա նայած թե ինչպիսին է մարդը, իրեությամբ ինչ կարող է տալ կամ ստանալ, արդյոք ինքը ներքնաշխարհով հարուստ է եւ այլն, ես առաջարկում եմ, որ նման շոկ մենք արհեստականորեն առաջացնենք Հայաստանում։ Այսինքն, եթե ժամանակին Հայաստանից էինք դուրս եկել, ոնց որ ես եկել եմ այստեղ եւ շփվելով տեսել եմ, թե ինչով ենք մենք տարբերվում եւ ինչով ենք մենք նման, ենթադրենք ֆրանսիացիներին, ես առաջարկում եմ մենք սփյուռքը բերենք Հայաստան։ Սփյուռքը Հայաստան բերելով Հայաստանում տեղում առաջացնում ենք էլեկտրոշոկ եւ տարբեր ոլորտներում փոփոխությունների սկիզբն ենք դնում, այսինքն արագացուցիչի նման միանգամից կարող է process-ը փոփոխությունների մուտացիան Հայաստանի հասարակության արագանա։ Իսկ որպեսզի դա անենք, պարզապես անհրաժեշտ է ինչքան հնարավոր է ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցույց տալ հարցին, օրենսդրական քայլեր ձեռնարկել եւ ինքներս մի քանի տարվա ընթացքում կհամոզվենք, որ երբ որ Հայաստանում ստեղծվում է ապրելու, արարելու պոտենցիալը, այդ հեռանկարը բնականաբար ոչ միայն օտարերկրացին կգա, այլ օտարերկրացիների մեջ նաև մեր հայությունը կգա։ Եվ մենք այդ զանգվածը Հայաստան բերելով կլուծենք մի քանի հարց, որոնցից մեկը ազգապահպան, լեզվապահպան, Հայաստանի մշակույթը սփյուռքահայության շրջանում պահպանելու խնդիրն է։ Հասկանաք, խնդիրների խնդիրն է, երբ որ երեխաները հայերեն չեն ուզում խոսեն։ Հեռանկար չեն տեսնում։ Բայց պատկերացրեք, եթե նրանց տակ դուք հեռանկար որպեսզի գան Հայաստանում ստեղծեն, արարեն, աշխատեն, կառավարեն, իրենց բիզնեսը ստեղծեն, փող վաստակեն, դա հեռանկար է բացում երեխաներին։ Եվ հակառակ կողմը, հայկական կողմը, Հայաստանի հասարակությունը, յուրաքանչյուր սփյուռքահայի, որ երևի իր արյան մեջ ընդամենը մի քանի տոկոս կամ այն որ ասած արթուն գեներից հայ քիչ է մնացել, արդեն ֆրանսիացի է դարձել։ Նրան բերելով Հայաստան, ցանկացած միջավայրում ստեղծում են ֆրանսիացու ներկայություն։ Արդեն դա այլ մտածելակերպ է, հարցերի նկատմամբ այլ մոտեցում է, սուր քննադատություն է եւ այլն եւ այլն։ Ես իմ վերլուծությունը մի քիչ ավելի հեռուն տարա, ասեցի փորձենք հասկանալ ինչու նա տարբերություն է, ասենք ինչու կրթական տարբերություն գոյություն ունի, վարքի վարվելակերպի տարբերություն գոյություն ունի, մշակութային տարբերություն գոյություն ունի եւ վերջապես լեզվամտածողությունը փոփոխությունների շարք է բերում իրար։ Դա կարելի է ուղղակի օգտագործել իշա Հայաստանի։ Դա է ամբողջ գաղափարը դա է։ Եվ եթե հոդվածները կարդացել եք, ես առաջարկում եմ 5 ոլորտ առնվազն եւ ինքնության հետ կապված ինչ դրական փոփոխություններ կարող է բերի եւ կառավարչական ոլորտում եւ ինստիտուցիոնալ, ասենք, հաստատություններում աշխատելու, հանրային ոլորտում, տարբեր ոլորտներում բավական է որ պետությունը խրախուսի ինստիտուցիոնալ մոտեցում ցույց տա, հնարավորություն տա աշխատելու պետական ապարատում, այդ ամեն ինչը հիշտացնեն, կտեսնեք մի քանի տարվա ընթացքում մեր հայաստանյան հասարակությունը խիստ կարողանա։ Եվ վերջապես, եթե ճիշտ եմ հասկանում, մենք նպատակ ենք դրել ստանդարտները փոխել, մոտենալ Եվրամիությանը։ Ճիշտ է։ Իսկ Եվրամիություն ասելով հենց խոսքը դրա մասին է։ Եվ աշխատանքային հարաբերությունները, եւ անձնական հարաբերությունները, եւ հասարակության մեջ թեմաների քննարկումը, եւ ընդհանրապես ժողովրդավարություն ասածը, դրանք են արժեքներն են, որին կարելի է հասնել մեր սփյուռքահայ երիտասարդների օգնությամբ։ Սա է ասելիքս։ Դուք կարծում եմ խոսում եք հենց մեծ վերադարձի ռազմավարության մասին, որը հենց առաջարկել եք ձեր հոդվածներում, եւ խոսում եք, որ հենց Հայաստանից պետք է սփյուռքահայ երիտասարդության ներուժը ներգրավի եւ ավելի գործնական քայլեր կատարվեն, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Հայաստանում իսկապես իրականացվում են ծրագրեր, սկսվում են նախաձեռնություններ, որպեսզի նրանց կարողանանք ինչ-որ ձևով բերել Հայաստան եւ աջակցել նրանց, որպեսզի բիզնես սկսեն, այստեղ շարունակեն իրենց կյանքը, այսինքն այս ամենը բավական չէ եւ կարելի է նաեւ այլ քայլեր ձեռնարկել։ Ինչ քայլեր որ կատարվել են մինչեւ օրս եւ ինչ քայլեր որ նախաձեռնվել են,
դրանց վրա քար նետել չի կարելի։ Արվել է այն, ինչ որ հնարավոր է եղել անել, եւ կառավարությունները եւ Սփյուռքը եւ այլն։ Պետք է պարզապես փորձել այսօրվա իրավիճակը ավելի լուրջ գնահատել, հասկանալ, որ մենք մրցակցային շատ խիստ պայմանների մեջ ենք հայտնվելու, առավելևս եթե հանկարծ Հայաստանը իրոք կարողացավ խաղաղություն հաստատել հարևանների հետ, մրցակցությունը շատ մեծ է լինելու։ Եվ կողքի հարևաններն ունեն ռեսուրսներ եւ ֆինանսներ, իրենք կարողանալու են իրենց թույլ տալ եւ լավագույն ուսանողները պատրաստել աշխարհի ցանկացած այսպես հաստատություններում եւ այլնում, մենք այդ մրցակցությանը կարող է չկարողանանք դիմանալ։ Մեզ անհրաժեշտ է օգտագործել մեր ձեռքի եղածը, մեր հնարավորությունները, իսկ մեր հնարավորությունները մեր Սփյուռքն է, մեր կրթված երիտասարդներն են, որովհետեւ դուք պատկերացնեք, որ ենթադրենք Ֆրանսիայում ցանկացած երեխա մինչև առաջի դասարանից մինչև ուսանողության վերջի օրը նրա վրա Ֆրանսիան ծախսում է 150,000 եվրո յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր տղա, աղջիկ, նրանց վրա այդքան գումար է ծախսվում։ Այսինքն մեզ պետք է մի քիչ պրագմատիկ մոտենալ հարցին, էլի կարող է մի քիչ սխալ ընկալվի նույնիսկ ֆրանսիացիների կողմից, բայց մեր երիտասարդները, որոնք արդեն պատրաստ են մտնելու կյանք, պատրաստ են իրենց որակավորումը կյանքում կիրառել, եկեք օգտվենք դրանից, եկենք տանք հնարավորություն այս մեր երիտասարդներին, թող գան, թող փոխեն, թող մուտացիայի ենթարկեն, տրանսֆորմացիայի ենթարկեն, ներողություն բառերի համար, փոփոխության ներկայացնում մեր Հայաստանի հասարակությունը, որից կշահենք բոլորս ենք շահելու, եւ Հայաստանի տնտեսությունն է իր դիվերսիֆիկացիայով շահելու, եւ սփյուռքահայությունն է շահելու, որովհետեւ իրենք վերագտնելու են հայկականությունը, ինքնությունը, իրենց նոր լիցք է ստանալու։ Դա երկկողմանի օգտակար քայլ է լինելու, բայց որպեսզի դրան հասնենք, մենք պետք է նաեւ օրենսդրական եւ հարկային բավականին մեծ աշխատանք կատարենք, որպեսզի հետաքրքիր լինի նրանց, հեռանկար տեսնեն որ կան։ Եվ ես դուք ճիշտ նկատեցիք, խոսել եմ նաեւ վերադարձի օր այդ հասկացողության մասին, ազգային վերադարձի օր։ Մենք անունը կարող ենք տարբեր ձևեր նշել դա, հասկանում եք, վերադարձ Հայաստան սկսվել է դեռ 20-ական թվականներից եւ Հովհաննես Թումանյանն է ժամանակին հոգի ղեկավարը եղել եւ նրա շնորհիվ որ բազմաթիվ հայտնի դեմքեր մեր գրականության արվեստի վերադարձել են Հայաստան։ Կարելի է ինչ-որ մի օր որոշել եւ դա դարձնել տոն հայության համար, ոչ թե ինչ-որ պարտք, որ դուք պետք է գաք Հայաստան, չի կարելի մարդկանց պարտադրել, այլ սա պետք է լինի գործընկերային հարաբերություն, սա պետք է լինի տոն մարդկանց համար, եւ Հայաստան վերադարձած սփյուռքահայերն էլ պետք է զգան, որ պետությունը նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք է ցույց տալիս, հավասարը հավասարի վերաբերմունք է ցույց տալիս։ Միտքը դա է, պետք չի վախենալ Սփյուռքից, պետք չի վախենալ արտաքին աշխարհին բացվելուց, որովհետեւ դրանից մենք միայն շահելու ենք։ Ես այսպես կուզենայի ավարտել իմ խոսքը եւ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք ինձ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ տեսակապով զրուցում էի ֆրանսիական խոշոր ընկերության բիզնես ծրագրերի զարգացման պատասխանատու վերլուծաբան Ալբերտ Գրիգորյանի հետ։ Կհանդիպենք։